Ժամանակին այնքան սխալներ ես արել, մեղքեր ես գործել, մոլորված ես եղել։ Չես իմացել ճիշտն ու սխալը, չես ճանաչել մութն ու լույսը, չես իմացել Աստծո գործերի ու չարի գործերի մասին, չես իմացել Տիրոջ խոսքը, պատվիրանները, ապրել ես սխալ կյանքով, այս աշխարհի օրենքներով, ցկտումներով ու գայթակղություններով։ Ու հիմա, երբ որ ճանաչել ես քո Տեր Աստծուն ու քո Փրկչին Հիսուս Քրիստոսին, հիմա հաճախ հիշում ու փոշմանում ես, զղջում ու ցավ ես ապրում անցյալի համար, մտածելով, ախր ինչու ես չեմ ճանաչել Տեր Հիսուս Քրիստոսիս այն ժամանակ, ինչու Տիրոջս, իմ Տեր Աստծո խոսքը և կամքը առաջ չեմ իմացել ու չեմ ապրել նրա կամքի մեջ։ Ու հաճախ քո հին կյանքի, անցյալ կյանքի սխալներն ու մեղքերը հիշելով դու քեզ կշտամբում ես և տխրում ես ու ասում ես ինքդ քեզ, որ եթե իմանայի Տեր Աստծո խոսքը, Տիրոջ կամքը, եթե ապրեի իմ Տեր Հիսուս Քրիստոսով, այսքան սխալներ ու մեղքեր չէի գործի։ Հաճախ ես այսպես մտածում միգուցե և ինքդ քեզ տանջում։ Ու այդ մտքերից ոչ մի դրական արդյունք, հետևանք չի լինում, հակառակը, այդ մտքերը քեզ ծանրացնում են, տխրություն են պատճառում, մեղքի զգացում առաջացնում։ Այսպիսի պահերի պետք է միշտ հիշենք, որ միայն չարին է ձեռնտու, այսպես ասած, չարն է ուզում, որ մենք ինչ-որ մտքերից տանջվենք, մտատանջվենք, ծանրանանք, տխրենք, որովհետև մեր էմոցիաների, մեր տխրության, մեր մտքերի միջոցով չարը կարող է մեր վրա ազդեցություն ձեռք բերել։ Եվ տխուր կամ ընկճված կամ հիասթափված և նման մտքերի ու զգացողությունների, զգացմունքների ժամանակ չարը տեսնում է մեր վիճակը, նա կողքից կարողանում է նայելով, տեսնելով հասկանալ։ Եվ հենց այդ ժամանակ նա սկսում է մեր մտքի վրա ազդելով դրանք ավելի խորացնել, այնպես որ ոչ մի դրական ու լավ բան մեզ չի տալիս մեր մտքերի այդ մտատանջությունները անցյալի հետ կապված։ Եվ հիշիր, որ այդ անցյալի մեղքերով մարդը դա հին քո մարդն է, որը որ դու եղել ես, նա արդեն չկա, թող նրան անցյալում և ապրիր ներկայով, որովհետև միայն ներկան է քոնը, մենք միայն կարող ենք ապրել ներկայով, որովհետև անցյալն անցել է արդեն, ապագան չգիտենք ինչ կլինի, քո ձեռքերում չէ, բայց ներկայով դու կարող ես ապրել և քո ներկան լցնել սիրով և ծառայությամբ քո Տիրոջ հանդեպ, օգտագործիր քո կյանքը, որպեսզի ծառայես քո Տիրոջը, սիրես նրան, ավելի լավ ճանաչես և ապրես Տիրոջ կամքի մեջ և Տիրոջ լույսը տարածես այս մութ աշխարհում։ Հետ մի գնա անցյալը, մի հիշիր այն հին մարդուն և այդ հիշողությունները անիմաստ են, որովհետև դա արդեն անցած է և դու նոր մարդ ես Հիսուս Քրիստոսով։ Ես երկու լավ լուր ունեմ քեզ համար, եթե դու այս իմ ասած խոսքերը քո կյանքում տեղի են ունենում, երկու լավ լուր ունեմ քեզ համար։ Առաջինը, մեր Տեր Աստվածը ող պահող Աստված չէ, և նա իր խոսքում ասել է, որ երբ ներում է մեզ, դրանից հետո նա չի հիշի և չի հիշեցնի մեզ մեր մեղքերը։ Ես ինքս հաճախ հիշել եմ այդ խոսքերը և դրանք ինձ մխիթարել են, սփոփել են, ամոքել են իմ վերքերը, որոնք որ առաջանում են մտատանջություններից։ Տեր Աստվածը մեր ասել է իր խոսքում գրված է, որ մեր մեղքերը նա այլևս չի հիշի և մեզ չի հիշեցնի։ Եվ սա մեկ լավ լուր քեզ համար։ Այնպես որ Տերը մոռանում է նախկինը, անցյալը, որ արդեն ներել է, նա քեզ ներելով նոր մարդ է քեզ դարձրել և այլևս հնին չի հիշում։ Այնպես որ դու էլ մոռացիր։ Եթե Տերը մեզ ներում է և մոռանում է մեր նախկին սխալները, իսկ մենք չենք ներում մեզ և անդադար հիշում ենք, ստացվում է, որ Տիրոջը հակառակ ենք գնում։ Երբեմն ես ինձ ասում եմ ու մենք պետք է մեզ ասենք, թե
Ես ինքս այդպես եմ ասում, երբ ինչ որ բան եմ հիշում ու սկսում եմ կրկին տանջել ինձ, ես ասում եմ մի վարքյան, եթե իմ Տերը ինձ ներել է, ես ով դառա, որ ինձ չներեմ, կամ եթե ես փորձում եմ, ամեն ինչ անում եմ եւ Տիրոջս խնդրում եմ, որ ինձ օգնի, որ միշտ ներեմ բոլորին, ներողամիտ լինեմ, այդ ինչպես է, որ պետք է ես բոլորին ներեմ, բայց ինձ չներեմ։ Ստացվում է, որ ես Աստծուն դեմ եմ գնում երկու ձևով։ Այնինչ նա ներել է, ես չեմ ներում, այսինքն ստացվում է, որ Աստված ներում է, ես չեմ ներում, այդ ով դառա ես։ Ինչ դարձա ես։ Ես այնքան նվաստ եմ, այնքան փոքր եմ, որ այդ ով եմ ես, որ ամենամեծը պիտի ների, բայց ես չներեմ ինձ։ Կամ եթե ես կարողանում եմ ներել ուրիշներին, այդ ինչպես է, որ ես ինձ պիտի չկարողանամ ներել։ Հակառակվում ենք, չի ստացվում։ Դրա համար հիշիր, որ քո հայրը ամենազոր եւ ամենակարող, ստեղծիչ, արարիչ, ամենակալ Աստվածն է։ Եվ նա ներում է քեզ այն պահին, երբ դու ամբողջ սրտով զղջումով ներողություն ես խնդրում նրանից քո արածի համար, քո արած վատ, չար, անօրեն գործի համար, որ արել ես անցյալում։ Նա ներել է քեզ։ Ուրեմն դու էլ պետք է ներես։ Պետք է ներես։ Եթե չես կարողանում ներել, ուրեմն դու քո Տիրոջ ամենազորությունը ինչ է, արժեզրկում ես, ինչ է, չես հասկանում, չես ընդունում։ Դու դա քեզ հիշեցրու եւ դու քեզ կներես։ Եվ նաեւ պետք է հասկանալ, որ եթե ես ներում եմ դիմացիներին, այդ ինչպես է, որ ինձ չեմ ներում, ուրեմն որպեսզի իրոք ամեն ինչ լինի ճիշտ, ուրեմն ես ինձ էլ պետք է ներեմ, որովհետև եթե ես ներեմ դիմացինին, սիրեմ դիմացինին, բայց ինձ չներեմ, ինձ չսիրեմ, ուրեմն ես նորից հակառակվում եմ, ուրեմն ես անկեղծ չեմ կամ ինչու եմ ես հակառակը անում, Աստծուն եմ հակառակ գնում։ Չի լինի այդպես, դա սխալ է, արդեն երևում է, որ սխալ է։ Ուրիշին ներել, քեզ չներել, արդեն մեծ խնդիր կա ուրեմն քո ներսում, այնպես որ վանիր չարին հեռու, որը որ քեզ խանգարում է, որ դու քեզ սիրես եւ քեզ ներես, եւ ների ու սիրիր քեզ, որովհետեւ Հիսուս Քրիստոսը քեզ այնքան սիրով է նայում։ Ես հաճախ եմ այդպես պատկերացնում, որ ես իմ Տիրոջ սիրելի զավակն եմ, սիրելի աղջիկն եմ։ Եվ դա էլ հասկանանք ու սա մեկ լավ լուր, այսպես ասած, որ մեր Տերը մեզ ներում է եւ այլևս չի հիշեցնի մեզ մեր հին մեղքերը, ուրեմն մենք էլ մոռանում ենք եւ առաջ ենք շարժվում, չենք նայում անցյալին, հետ չենք գնում, որովհետեւ դա կթուլացնի մեզ, հակառակը մենք գնում ենք մեր Տիրոջ հետևից առաջ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետևից ենք գնում, այնպես որ ուրախանանք, որ մեր ողորմած Տեր Աստվածը մեզ ողորմում է եւ ներում է եւ ազատում է ու նոր կյանք է տալիս եւ հանուն Տիրոջ օգտագործենք մեր ժամանակը եւ ապրենք այնպես, որ մեր Տերը փառավորվի եւ ուրախանանք մեր Տիրոջ տված հնարավորություններով, օրհնությամբ, սիրով, պարգևներով, որ նա ամեն օր տալիս է մեզ եւ փառաբանենք մեր Տիրոջը ու շնորհակալություն հայտնենք մեր Տեր Աստծուն, մեր ներող եւ սիրող եւ առատաձեռն երկնային Հորը, որ սիրում է մեզ անչափ շատ։ Եվ երկրորդ լավ լուր, այսպես ասած, երբ հիշում ես քո սխալները եւ մեղքերը նախկինի եւ սկսում ես քեզ տանջել, թե ինչու եմ արել, երանի չանեի եւ այլն։ Հասկացիր եւ ուրիշ կողմից նայիր դրանց, ուրախացիր, որովհետեւ հենց այդ սխալներով դու գնացիր ու հասար այնտեղ, որտեղ որ փնտրեցիր ու կանչեցիր Տեր Աստծուն։ Այդ սխալները քեզ արդեն այնքան շատացան, այնքան ճզմեցին, ճնշեցին, իսկ քո հոգին լույս էր ուզում, Աստծուն էր ուզում քո հոգին, եւ հենց այդ սխալներով գնալով դու հասար մի կետի, որտեղ քո հոգին կանչեց Աստծուն, որտեղ քո սիրտը աղաղակեց, կանչեց Տեր Աստծուն, եւ նա եկավ քո կյանք։ Որովհետեւ մեր Տեր Աստված սպասում է մեր կանչի ձայնին, եւ այդ սխալները, երբ հիմա դու արդեն ճանաչել ես Աստծուն, դու այդ սխալներով
գիտես որն է սխալը եւ որն է ճիշտը, դու արդեն ճանաչում ես Աստծուն, դու գիտես նրա ճշմարտությունը եւ այն սխալները, որ դու գործել ես նախկինում, դու արդեն քո մաշկի վրա զգացել ես վատը եւ լավը եւ դրա համար դու գնահատում ես այն լավը, այն լույսը, որը քեզ տալիս է Տեր Հիսուս Քրիստոսը եւ այդ սխալների արդյունքում եւ այս լավի, Տիրոջ տված լավի, բարիի, լուսավորի արդյունքում դու կարողանում ես զանազանել լավն ու վատը։ Երբ մարդը ինքը հանդիպած չի լինում մթությանը, խավարին, չարին, այն վատին, այն գազանին, հրեշին, ու նա լույսի մեջ է գալիս, նա չի կարողանում լույսը գնահատել այնպես, ինչպես որ պիտի գնահատի։ Մութը չես տեսել, լույսը չես գնահատում։ Վատը չես տեսել, լավը չես գնահատում։ Դրա համար օգտագործիր այդ սխալներդ, որպես քեզ մի այսպես ինչպես ասեմ, սխալներդ օգտագործիր, որ կարողանաս տեսնես լավը, ճիշտը։ Եվ միայն այդ կողմից մի նայր քո գործած սխալներին, որ տանջվես, ասես, ես ինչ եմ արել, ինչու եմ արել ես արդեն, եւ Տերը քեզ ներել է։ Բայց դու այդ սխալները եթե նույնիսկ կհիշես, դու այդ սխալին նայելով գնահատիր այն լավը, այն լույսը, այն բարին, որ Տերը քեզ տալիս է։ Ու ինչ լավ է, որ դու այդ սխալները գիտես արդեն անցել է ու քեզ ներել է Աստված, որովհետև դու այդ սխալները երբեք էլ չես ուզենա անել։ Եվ հիշիր մի շատ կարևոր բան, որ Տեր Հիսուսն ասել է, որ ինչքան շատ է մեկին ներվում, այդ մեկը, այսինքն այդ մարդը, այնքան շատ է սիրում ներողին։ Տեր Հիսուս Քրիստոսն ինչքան շատ բան է մեզ ներում, մենք այնքան շատ ենք սիրում նրան։ Եվ երբ հիշում ես քո, եթե հիշում ես, բայց հուսով եմ, որ այս պահից սկսած էլ չես հիշի, որովհետև կհասկանաս, որ Տեր Աստված չի հիշում այդ վատ բաները, որ դու արել ես, նա քեզ ներել է ու մոռացել է։ Նա քեզ հիմա այսպիսին, որ քեզ նոր կյանք է տվել, քեզ այդպիսին է տեսնում։ Նա չի ուզում, նրան պետք չի հիշել այն հինը։ Նրա նպատակն է եղել քեզ այսպիսին դարձնել, մաքուր ու լուսավոր։ Բայց եթե հիշում ես վատը, մեղքերդ, այն մոլորությունները, այն ծանրությունը, ուղղակի հիշիր, որ այդ ամենը Տերը քեզ ներել է։ Եվ ուրախացիր, որ ունես նման Տեր Աստված, նման Հիսուս Քրիստոս, նման փրկիչ ունես դու, Հիսուս Քրիստոս ունես, եւ սիրիր քո Տիրոջը, սիրիր Հիսուս Քրիստոսին, որ նա քեզ այդքան մեղքերից ազատագրել է։ Ուղղակի, եթե հիշում ես քո մեղքերը նախքին, թե ինչքան շատ էին, դու սիրիր ներողին, Հիսուս Քրիստոսին, դու սիրիր ազատողին, Հիսուս Քրիստոսին, որ այդ ողջ բեռը մեղքերի քո ուսերից վերցրել է, քեզ ազատել է։ Նա քեզ ազատել է դժոխքից, մահից, նա քեզ իր սերն է տվել, իր փրկությունը, իր ներկայությունը, իր լույսը։ Եվ նա քեզ խոստացել է իր հետ, իր արքայությունում հավիտենական կյանք։ Սիրիր նրան, սիրիր, այդ հիշելու փոխարեն, մտատանջվելու փոխարեն, հենց նույն պահին թող այդ հինը ուղղակի սիրիր Հիսուս Քրիստոսին, սիրիր, ես քեզ սիրում եմ իմ Տեր Հիսուս Քրիստոս, անչափ ու անսահման դու իմ գանձն ես, դու մեր գանձն ես, մեր պաշտելի Հիսուս Քրիստոս, Հայր Աստծու որդի, մեր փրկիչ Հիսուս Քրիստոս, փառք քեզ, ալելույա։ Եվ ուզում եմ իմ մասին ասել, որ ես շատ մեղքեր եմ գործել եւ ես պաշտում եմ Հիսուս Քրիստոսին։ Եվ եթե ես հիշում եմ իմ նախկին մեղքերը ու մի պահ հիշում եմ, թե եթե դրանք լինեին իմ վրա, ինչ ծանրություն էր դա, ու հիշում եմ Հիսուսը ինչպես մի ակնթարթում ինձ մաքրեց ու ազատեց, ես Տեր Հիսուս Քրիստոսի ոտքերի տակ խոնարհված պաշտում եմ նրան, նա է իմ փրկությունը, նա է իմ ազատագրումը, նա ինձ ազատեց եւ ներեց եւ փրկեց եւ նոր կյանք պարգևեց։ Եթե նա չներեր իմ մեղքերից մեկը, ես դժոխք կգնայի։ Փառք քեզ իմ Տեր Աստված։ Փառք մեր Տեր Աստծուն, որ կատարյալ սուրբ է, որ ապրում է փառքի ու զորության մեջ, նրանն են փառքը եւ զորությունը, նա է լույսը եւ կյանքը եւ փրկությունը, նա մեր ողորմած, գթած, բարի, ներող հայրն է։ Փառք քեզ իմ Տեր Աստված, շնորհակալ եմ քեզ իմ Տեր Աստված,
Փառք քեզ։ Ալելույա։ Ամեն։